Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ ընտրություններ։ Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն այսօր Փարաքարի մշակույթի տան հրապարակում կազմակերպել է նախընտրական հանրահավաք, որի ժամանակ նա կներկայացնի իր նախընտրական ծրագիրը։ Կլինեն նաև այլ ելույթներ։ Հանրահավաքից հետո տեղի կունենա համերգ, որի ժամանակ ելույթ կունենան սիրված երգիչներ Համլետ Գևորգյանը, Արմեն Դանիելյանը, DJ Կարեն եւ The Boeing Orchestra Band-ը։ Իսկ մինչ այդ մենք կզրուցենք Փարաքարի բնակիչների հետ հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք Լյուդվիգ Գյուլնազարյանից։ Ինչ ակնկալիքներ ունեք Լյուդվիգ Գյուլնազարյանից։ Շատ մեծ ակնկալիքներ ունենք, շատ մեծ։ Իսկ ըստ ո՞րն է այն առաջնային խնդիրը, որ կարող է լուծվել ընտրություններից հետո։ Ռոռոկման ջրի հարցը կլուծի, խոստացել է, որ պետք է լուծի։ Դպրոցի շահագործման հանձնել ամենակարևոր բանը, որ հանձնել է շահագործման, այսօր վիճակում մեր երեխեքը հանգիստ գնում են դպրոցում են գալիս։ Էն ինչ, շատ լավ մարդ, շատ լավ անձնավորություն։ Ամեն ինչ արվել է, գոյուղի, ասատապատումը, հիմա մնացածն երևի կշարունակի, շատ գոհ ու շնորհակալ ենք։ Ինչ ակնկալիքներ ունեք Լյուդվիգ Գյուլնազարյանից։ Շատ լավ։ Ավելի արագ Առաջնային խնդիր չունեմ, մեր ընտանեկան հարցերը մենք ենք լուծում, համայնքի հարցերն էլ պարոն Գյուլնազարյանն է լուծում եւ մնացած իր թիմակիցներով իհարկե առաջն Աստված երևում է, որ շատ բան արվում մեր համայնքի համար, ես Փարաքարի բնակիչ եմ, շատ բան արվում մեր Փարաքարի համար եւ ինձ թվում է շարունակական կլինի, ասենք էլ ինչ անեն այս մարդիկ։ Ընդամենը ես եմ ասում, շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալություն։ Այո, համեցեք միշտ Փարաքար։ Ինչ ակնկալիքներ ունեք Լյուդվիգ Գյուլնազարյանից։ Ամենալավ ակնկալիքն է։ Դասնելի։ Եվ որոնք են այն առաջնային խնդիրները, որ ակնկալում եք ընտրություններից հետո, որ պետք է լուծվեն։ Չեմ իմանում ասեմ։ Լավ բաներ անում նախ, դեմր գյուղի համար շատ լավ բաներ անում։ Նկատի ունեմ կա ինչ-որ խնդիր, որ կուզեք առաջնահերթ լուծվի ընտրություններից հետո։ Չէ, Հիմնականում համարում եք, որ լավ է, ամեն ինչ արվում է։ ինչ անում են։ Կարևոր գյուղի համար գյուղի մասին մտածում։ Ինչ ակնկալիքներ ունեք Լյուդվիգ Գյուլնազարյանից։ Ակնկալիք ունեմ, որ մեր գյուղում շատ լավ բարեփոխումներ կունենան, կասֆալտապատեն ճանապարհները, դե որ այդքան էլ դեռ անեն, հետո կամանց հույսով ենք, որ ամեն ինչ կլինի, լավ կլինի։ Իսկ այս ընթացքում կատարված աշխատանքներից գոհ եք։ Շատ գոհ ենք, այո։ Ինչ ասել ենք, անմիջապես կատարվել է։ Շնորհակալ։ Այսքան շփումը անդադ եղել է։ Եղել է, այո։ Եվ ո՞րն է այն առաջնային խնդիրը, որ կուզեք ընտրություններից անմիջապես հետո լուծվի։ Մի քիչ ճանապարհները բարեկարգվեն գյուղից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։